Երևանում այսօր գործում է 4341 վերելակ։ 9 հարկանի շենքում 24 ժամվա ընթացքում մի վերելակը վերև-ներքև գործարկվում է 100 անգամ։ Դա չափազանց մեծ ծանրաբեռնություն է, արձանագրում է տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչը։ Երևանի վերելակներն այսօր ավելի ծանրաբեռնված են աշխատում, քան քաղաքային տրանսպորտը։ Մենք ունենք նաև այն խնդիրը, որ մենք վերելակների հանդեպ խնամքով չենք վերաբերվում։ Մարդատար վերելակները ուղղակի բեռնատարի տեղ օգտագործում են եւ իրենց իրերն են բարձրացնում, որ վերելակները պատշաճ սպասարկում չեն անցնում, այսինքն սրանք բոլոր խնդիրներ են, բայց եթե մեր վերելակները մենք խնամքով վերաբերվենք եւ ճիշտ իրականացնենք այն զննումներն ու ստուգումները, որոնք պահանջվում են թե տեխնիկական կանոնակարգերով, թե օրենքներով եւ միջազգային ստանդարտներով, մեր վերելակները դեռ մեզ երկար կծառայեն։ Վերելակ Հայաստանում չի արտադրվում, դրանք ներկրվում են։ Մեծ մասը խորհրդային միության ժառանգությունն է 25 տարի շահագործման ժամկետով։ Տեխնիկական ճիշտ սպասարկում, պատշաճ ուշադրություն եւ կարելի է երկարացնել դրանց շահագործումը, ասում է Լուսինե Հովհաննիսյանը։ Վերելակների շահագործումը տեխնիկական անվտանգության փորձաքննության շնորհիվ է իրականացվում։ Բացասական եզրակացություն եւ վերելակի շահագործումը կասեցվում է։ Կա վերելակի պահեստամասերի ներկրման խնդիր, դրանք շատ թանկ են։ Կա նաեւ մասնագետների խնդիր։ Աշխատող մասնագետների հիմնականում 70 անց են, իսկ երիտասարդները չեն ուզում ներգրավվել այս գործում։ Աշխատավարձը ցածր է։ Վերելակները պետք է ենթարկվեն ամենօրյա, շաբաթը մեկ անգամ, 10 օրը մեկ անգամ, ամիսը մեկ անգամ եւ այդպես շարունակ մինչեւ 3 ամիսը մեկ անգամ, 6 ամիսը մեկ անգամ զննումների էլեկտրոմեխանիկները ֆիզիկապես ի վիճակի չեն, քանի որ նրանց ամրագրված վերելակների քանակը շատ մեծ է։ Փաստացի կարելի է ասել, որ շատ տեղերում մենք չունենք տեխնիկական սպասարկում, մենք ունենք վթարային ծառայություններ։ Երևանում գրանցված է 84 ատրակցիոն, փորձաքննություն անցել են միայն 74-ը։ Մնացած 10 ատրակցիոնը տեղակայված Գայի 14 հասցեում շահագործվում են առանց փորձաքննություն անցնելու։ Լուսինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս չօգտվել դրանցից։ Հասմիկ Օհանյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։